Հրապարակ թերթը գրում է նախընտրական փուլում եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցումներով, որ այդ արշավը վնասում է քաղաքացիական պայմանագրին, բայց որ Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հանելու մտասևեռումից, ակնհայտ էր բոլորին։ Թերթի տեղեկություններով Փաշինյանի Պյուրոսյան հաղթանակի մասին իմանալուց հետո Գարեգին II մերձավորներին ասել է, որ գիտի շուտով իր հետևից գալու են, բայց եթե անգամ փորձեն իրեն մորթել, միևնույն է ինքնակամ հրաժարական չի տա, պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել։ Նա վստահություն է հայտնել, որ Փաշինյանը չի կարող իր փոխարեն ֆեյք կաթողիկոս կարգել, քանի որ համայնքը չի հանդուրժի տիրադավի։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած նվերների հաշվառման ձևաթղթերից մեկում արձանագրված տեղեկությունը նոր հարցեր է առաջացրել պետական պաշտոնյաների եւ խոշոր բիզնեսի հարաբերությունների թափանցիկության վերաբերյալ։ Թերթի ուսումնասիրած փաստաթղթերի համաձայն ֆինանսների նախարարի անունով հայտարարագրվել է 567.463 դրամ գնահատված արժեքով նվեր, մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։ Նվերը ըստ հայտարարագրի տրամադրել է Ամերիաբանկը։ Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար ինդեքսում ընդգրկվելու առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում։ Թեև փաստաթղթում նշում է, որ այսը պաշտոնական եւ աշխատանքային բնույթ է կրել, հրապարակված տվյալները միևնույն ժամանակ մի շարք անհարմար հարցեր են առաջացնում։ Նախ ինչու պետք է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնավոր ընկերությունից ստանա մասնավոր ավիաթռիչքի ծառայություն։ Երկրորդը, որքան էլ հայտարարագրում նշված արժեքը կազմի 567.000 դրամ, դժվար է պատկերացնել, որ Լոնդոն իրականացված մասնավոր ավիաթռիչքի իրական շուկայական արժեքը սահմանափակվում է հենց այդ գումարով։ Երրորդը խոսքը վերաբերում է մի ֆինանսական կառույցի, որը գործում է Հայաստանի ֆինանսական համակարգում եւ մշտապես գտնվում է պետական մարմինների հետ աշխատանքային հարաբերությունների տիրույթում։ Նման պայմաններում նույնիսկ օրինական ձևակերպված նվերը կարող է առաջացնել շահերի բախման, ազդեցության կամ արտոնյալ հարաբերությունների վերաբերյալ հանրային կասկածներ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող Սամվել Կարապետյանն օրերս հայտարարեց ընդդիմադիր ուժերի համախմբման եւ փողոցային պայքարը ճիշտ պահին գեներացնելու մասին։ Չնայած նրա առաջարկն արդեն հասցրել են որոշ ուժեր ողջունել, սակայն թերթի տեղեկություններով այս օրակարգով դեռևս հանդիպում համատեղ քննարկում չի եղել։ Միասնական հարթակ ձևավորելու մասին ընդհանրական խոսակցություն է եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու եւ ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելու որոշումից առաջ, երբ հայտնի վեց ուժերի հայտարարությունը հաջորդեց, որոնք բարձրաձայնեցին, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Թերթի տեղեկություններով ընդդիմադիր դաշտում ուշի-ուշով սպասում են գործնական քայլերի Կարապետյանից հանդիպման հրավերի։ Ոմանք երեկվա դրությամբ տարակուսած էին։ Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում քննվելու է ընդդիմության ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին հարցը, սակայն միասնական ընդդիմությունը դեռ քայլեր չի որոշել։ Մինչդեռ Սամվել Կարապետյանն ակնարկում էր, որ հանրահավաք է նախաձեռնելու։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. վերջին շաբաթներին ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ճնշումների շրջանակում սկսել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնտեսական ակտիվների դեմ ուղղված քաղաքականություն, փորձելով նրան հեռու պահել քաղաքական պայքարից։ Այդ գործընթացի հերթական դրսևորումը դարձավ Շանգրիլա խաղատան լիցենզիայի ուժը կորցրած ճանաչումը։ Որոշումը շտապեց հանրությանը ներկայացնել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ինչու հենց տնտեսության համար պատասխանատու նախարարը պետք է ուրախանա մի որոշման համար, որի հետևանքով 500-ից ավելի մարդիկ զրկվել են աշխատանքից, իսկ պետությունը զգալի հարկային մուտքերից՝ շուրջ 6 միլիարդ դրամ տարեկան։ Եթե այդ մասին հայտարարեր որևէ ԿՊ-ական պատգամավոր կամ քաղաքական գործիչ, գուցե դա ընկալվեր որպես հերթական քաղաքական հռետորաբանություն, բայց երբ նույնը անում է էկոնոմիկայի նախարարը, պատկերը մեղմ ասած տխուր է։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Լոռու մարզում Գյուլագարա գյուղի մոտ հայտնի Դենդրոպարկի հարևանությամբ գործող Սոճուտ հանգստյան տունը շատերին է հայտնի։ Այն դեռ սովետական տարիներին Հայաստանի լավագույն հանգստավայրերից էր համարվում։ Թոքերի հետ կապված առողջական խնդիրներ ունեցողներին բժիշկները խորհուրդ էին տալիս մեկնել Սոճուտ։ Մոտ 1 ամիս առաջ Սոճուտը հակահրդեհային կանոնների խախտման պատրվակով փակել են, իսկ սա հանգստի լավագույն սեզոնն է այս հանգստավայրի համար։ Թերևս պատճառը Սոճուտի սեփականատերերի քաղաքական հայացքներն են։ Հանգստավայրը կապվում է խորհրդային տարիներին հայտնի ղեկավարներից մեկի Ալեքսան Մատվիեիչի որդու Աշոտ Կիրակոսյանի անվան հետ, որը մտերիմ է Կարապետյանների հետ։ Հակահրդեհային խախտումները հանգստյան տան տնօրինությունը վաղուց վերացրել է, գրավոր դիմել է օբյեկտը փակող կառույցին, բայց օրերն անցնում են, պատասխան չեն ստանում։ Գրում է թերթը։